Շարունակում ենք տնտեսության մասին խոսալը ու Հայաստանը այս տնտեսության մեջ համաշխարհային։ Խնդրեմ։ Հիմա վերադառնանք խնդիրը, օրինակ Չինաստանի պարկը մոտավորապես կազմում է 70-80% հնայի։ Ճապոնիայի պարկը 200% հնայի համարյա։ Ամերիկայինը ստացվում է 123% հնայի։ Համեմատորակ թվում է թե Ամերիկայինը դե այդքան մեծ չեղը չի հասել, ոնց որ ասած Ճապոնիայի չափերը, չէ՞։ Բայց շատ կներեք Ճապոնիայի էկոնոմիկան, Ամերիկայի էկոնոմիկայի չափ հզոր չի ու այդ մեծ ազդեցություն չունի համաշխարհային էկոնոմիկայի վրա։ Ուսացիք, չէ՞։ Եվ ճապոնական շուկան ֆինանսական այդքան հզոր չի ոնց որ ամերիկյան, եւ ճապոնական տնտեսության կառուցվածքը ամերիկյանի կողմից Ճապոնիան ֆինանսական համակարգը այդքան ուռճացված չի, այնտեղ կա ռեալ տնտեսություն կա։ Ճիշտ է, Ճապոնիան վերջի 20 տարում տնտեսական աճ ցույց չի տալիս։ Տոկոսադրույքները մինիմում են, համարյա զրոյականին մոտ է, պատկերացնում եք, ու աճ չի տալի, բայց Ճապոնիան դա բավականին կոմֆորտ զոնայում է գտնվում այդ վիճակում, որովհետև չունի աճ եւ չունի, այսպես ասած, մեծ խնդիրներ, քանի որ նա ճապոնական յենը չի համարվում համաշխարհային, այսպես ասած, ռեզերվային վալյուտա։ Ճիշտ է, ինքը համարվում է որոշ չափով, բայց այդ մասշտաբներով չի, ասենք, օրինակ ամերիկյան դոլարը համաշխարհային բոլոր ռեզերվային վալյուտաների բանում զամբյուղում կազմում է մինիմում 50%։ Ասենք, այնտեղ կա ոսկի, ինչ-որ մասով, այնտեղ կա, ասենք, բոլոր կենտրոնական բանկերը ունեն պահուստներ, չէ՞։ Արտարժույթով։ Այնտեղ կա ոսկի, այնտեղ կա դոլար, այնտեղ կա տարբեր, ասենք, յեն, կարող է լինի ֆունտ ստերլինգ, կարող է լինի շվեյցարական ֆրանկ, կարող է լինի կանադական դոլար, բայց հիմնական մասը դա դոլարն է։ Ամերիկյան դոլարը այսօր համաշխարհային առևտրում կազմում է մոտավորապես 45%, բայց ժամանակին եղել է 70%։ Բրետոն Վուդյան համակարգը փլվելուց հետո 1976 թվականին ամերիկյան դոլարը դառավ համաշխարհային հիմնական արտարժույթը, որով ակտիվեր ունեն միջազգային առևտուրը։ Եվ ինքը դառավ միջազգային առևտուր։ Դրա հետևանքով ամերիկան ստիպված էր միշտ մեծացնել դոլարի տպումը, էմիսիան։ Ինչի՞ համար, որովհետև ինքը արդեն դոլարը տպում է ոչ թե միայն իր տնտեսության համար, ինքը դոլարով ապահովում է ամբողջ աշխարհի համաշխարհային առևտուրը։ Այսինքն ոնց որ ամերիկյան կենտրոնական բանկը կամ ֆեդերալ ռեզերվային բանկը, որ ասում ենք, դառել էր ոչ թե միայն Ամերիկայի համար բանկ, այլ համաշխարհային բանկ էր։ Ինքը սպասարկում էր աշխարհը, այսպես ասած դրամով, որ աշխարհի առևտուրը, աշխարհի տնտեսության զարգացումը ոչ մի բան չխանգարի, որտեղ եթե տնտեսությունը զարգանում է, աճում է համաշխարհային էկոնոմիկան, պետք է համապատասխան դրամային ապահովվածություն։ Ճիշտ է, բոլոր պետությունները ունեն իրենց ազգային դրամները, բայց սրանով քանի որ դոլարը համաշխարհային շուկայում համարվում է համաշխարհային վալյուտա, իրենց դրամները իշխանները իրենք ունենան, իրենք պետք է տպեն ի համեմատ դոլարի համեմատ, դա տպելով իրենց դրամները դոլարը պետք է ավելի շատ տպվեր, որ փոխանակման ֆունկցիա կատարվեր եւ համաշխարհային առևտուրը, էքսպորտը, իմպորտը ընթանար без պրոբլեմ։ Եվ դրա հետևանքով Ամերիկան դառավ համաշխարհային, այսինքն տնտեսությունը սպասարկող հիմնական դրամ սպասարկող երկիրը եւ ստիպված տպեց շատ ավելի մեծ քանակի դոլար, քան եթե ինքը չուներ այդ ֆունկցիան ռեզերվային, այսպես ասած, արտարժույթի ֆունկցիա չկատարեր դոլարը։ Այն ժամանակ ինքը սահմանափակվեր միայն իր երկրի ներքին կարիքներով։ Հասկանում եք։ Դա այդ պատճառով այդ թեմայով կա լուրջ տնտեսագետների աշխատանքներ դեռ 50-ական թվականներին, 1960 թվականներին կա այսպեսի տնտեսագետ Տրիֆինը գրել է, ինքը անվանել է տնտեսագետի կոչվում է Տրիֆինի պարադոքսը, որը մի կողմից որպեսզի ամերիկյան դոլարը լինի համաշխարհային ռեզերվային վալյուտա, պետք է նա կայուն լինի, պետք է ունենա կայունություն իր կուրսը համեմատած մյուս արտարժույթների հետ, բայց մյուս կողմից որպեսզի այդ վալյուտան բավարար լինի համաշխարհային շուկան, պետք է միշտ դա ավելացնել։ Իսկ միշտ ավելացնելը բերում է նրանց արժեզրկմանը դոլարի։ Հետևաբար ստացվում է կազուս, այսինքն պարադոքս։ Այդ ֆունկցիան բերեց նրան, որ այսօր Ամերիկան ընկավ մեծ խնդիրների մեջ, իր մոտ առաջնորդ այդ մեծ ֆինանսական դիսբալանսը եւ ուժեղ ֆինանսական համակարգը։ Դա Ամերիկայի տնտեսության մեջ ֆինանսական համակարգը, որի մեջ մտնում են ինվեստիցիոն բանկերը, hedge ֆոնդերը,
Այսինքն Ամերիկայի բանը կենսաթոշակային ֆոնդերը, ապահովական ընկերությունները, ասենք մեծ բանկերը եւ այդ բոլորը գումարած Ամերիկայի տնտեսական ֆինանսական համակարգը, այս ահռելի գումարներ է, մոտավորապես ակտիվները կազմում $60 տրիլիոն ֆինանսական համակարգում։ Բարձր, շնորհակալություն։ Մեծ խնդիրների առաջ է կանգնած ամանը։